Հովհաննես Թումանյանը ծնվել է Լոռու մարզի Դիսավ գյուղում 1869 թվականին։ Նրա առաջին պոեմը նա գրել է 12 տարեկանում։ Իր գրվածքների հիմքում ընկած է մեծ սեր դեպի իր ընտանիքը, հայրենիքը և ազգը։ Մենք կներկայացնենք Հովհաննես Թումանյանի կյանքից մի փոքր մաս աշխարհացույցի համար։ Թումանյանը գաղթականների հետ գտնվում էր Էջմիածնի վանքի բակում։ Այստեղ գաղթականներից ոմանք մահանում էին սովից, ոմանք էլ հիվանդություններից, և սկսվում է հորդառատ անձրև։ Անձրևը գնալով հորդանում է։ Հովհաննես Թումանյանը բացում է վանքի դռները և գաղթականներին մտցնում վանք։ Այս ամենը տեսնելով Գևորգ 5-րդ կաթողիկոսը զայրանում է, ասելով, որ նա բռնի գործողություն է կատարել, կանչում է իր մոտ Հովհաննես Թումանյանին, կանչում է և ասում, որ այդպիսի բան այլևս չանի, սակայն Հովհաննես Թումանյանը ասում է, անհրաժեշտության դեպքում նա ևս մեկ անգամ կբացի դռները, և կաթողիկոսը կանգնում է և ասում. «Դուք խոսում եք ամենայն հայոց հայրապետի հետ»։ Հովհաննես Թումանյանը պատասխանում է. «Իսկ դուք խոսում եք ամենայն հայոց բանաստեղծի հետ»։ Այդ օրվանից նրան անվանում են ամենայն հայոց բանաստեղծ։ Հովհաննես Թումանյանը 1919 թվականի հուլիսի 29-ի գիշերը արդեն Էջմիածնում է, և նա ճանապարհին տեսել է մի շարք գաղթականների Արևմտյան Հայաստանից։ Նա գրում է, որ երբեք այսքան տխուր չէր լսել Էջմիածնի զանգերը։ Նա օգնություն է խնդրում Թիֆլիսից։ Հովհաննես Թումանյանի ղեկավարությամբ բացվել է հիվանդանոց 500 մահճակալով և որբանոց 3000 և ավել որբերի համար։ Նրա անլուր տառապանքների մասին խոսացել են թե ժամանակակիցները, թե գրողները և թե այն խնդրակները, որը որբերը